Ցինկ, օգտակար միկրոտար, թե հերթական գերվաճառվող հավելում։ Բարև ձեզ, այսօր խոսելու ենք ցինկի մասին, մի միկրոտարի, որը վերջին տարիներին դարձել է ամենահայտնի հավելումներից մեկը։ Հատկապես չարաբաստիկ COVID-19 համավարակից հետո միլիոնավոր մարդիկ սկսեցին ընդունել ցինկ, իմունիտետը բարձրացնելու, մրսածությունից պաշտպանվելու կամ հիվանդությունից արագ ապաքինվելու նպատակով։ Հայաստանում նույնպես շատ տարածված է ցինկի օգտագործումը, հաճախ առանց բժշկի նշանակման։ Բացի այդ, դեղատներում կարելի է գտնել բազմաթիվ համակցված պրեպարատներ, որոնք պարունակում են ցինկ պլյուս վիտամին C, ցինկ պլյուս այլ վիտամիններ, բայց արդյոք դրանք բոլորին պետք են։ Իսկ եթե շատ ընդունենք, կարող ենք վնասել։ Եկեք պարզենք։ Ցինկը կենսական նշանակություն ունեցող միկրոտար է։ Այն մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտների աշխատանքի և կարևոր դեր ունի իմունային համակարգի գործունեության մեջ, վերքերի լավացման գործընթացում, մաշկի առողջացման պահպանման գործընթացում, հորմոնների սինթեզում, վերարտադրողական ֆունկցիայում, համի և հոտի ընկալման մեջ, այսինքն ցինկն իսկապես անհրաժեշտ է օրգանիզմի համար։ Բայց անհրաժեշտ լինելը դեռևս չի նշանակում, որ որքան շատ ընդունենք, այնքան ավելի լավ կլինի։ Ցինկը իսկապես բարձրացնում է իմունիտետը։ Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է։ Եթե մարդու մոտ կա ցինկի անբավարարություն, դրա լրացումը կարող է բավարարել իմունային համակարգի աշխատանքը։ Սակայն առողջ մարդկանց մոտ ցինկի մեծ դեղաչափերի ընդունումը չի վերածում իմունային համակարգը սուպեր իմունիտետի։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում մրսածության առաջին ախտանիշների ժամանակ ընդունված ցինկը կարող է փոքր-ինչ կրճատել հիվանդության տևողությունը, սակայն արդյունքները միանշանակ չեն բոլոր հետազոտություններում։ Իսկ ինչու ենք այն հաճախ համատեղում վիտամին C-ի հետ։ Այս համակցությունը դարձել է գրեթե դասական։ Պատճառը հիմնականում մարքեթինգային է և տեսականորեն իմունային համակարգի աջակցման գաղափարը։ Սակայն գիտական տվյալները չեն ցույց տալիս, որ ցինկ պլյուս վիտամին C համադրությունը առողջ մարդկանց մոտ զգալիորեն կանխում է մրսածությունը կամ գրիպը։ Այդուհանդերձ, այս պատրաստումները շարունակում են մնալ ամենավաճառվող հավելումներից ամբողջ աշխարհում։ Ամենակարևոր հարցը, իհարկե, դեղաչափն է։ Շատ մարդիկ կարծում են, եթե 15 միլիգրամը լավ է, ուրեմն 50 միլիգրամը ավելի լավ կլինի, սակայն ցինկի դեպքում սա սխալ մոտեցում է։ Մեծահասակ տղամարդկանց համար օրեկան պահանջը միջինում 11 միլիգրամ է, կանանց համար 8 միլիգրամ է։ Այս տարբերությունը պայմանավորված է նյութափոխանակությամբ և վերարտադրողական համակարգի առանձնահատկություններով։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ պահանջը կարող է ավելանալ։ Ինչ կլինի, եթե շատ ցինկ ընդունենք։ Սա այն մասն է, որի մասին շատ հազվադեպ են խոսում։ Երկար ժամանակ բարձր դեղաչափերով ցինկ ընդունելը կարող է հանգեցնել սրտխառնոցի, որովայնային ցավերի, փսխման, գլխացավի, աղիքային խանգարումների, բայց առավել հետաքրքիրն այն է, որ ցինկի ավելցուկը կարող է առաջացնել պղնձի անբավարարության։ Այո, ճիշտ եք լսում։ Ցինկի մեծ քանակները խանգարում են պղնձի ներծծմանը, արդյունքում կարող են զարգանալ անեմիա, թուլություն, նյարդաբանական խնդիրներ, ուստի իմունիտետի համար ամիսներով բարձր դեղաչափերով ցինկ օգտագործելը անվտանգ չէ։ Ցինկի կիրառումը հատկապես հայտնի է տղամարդկանց շրջանում։ Պատճառը նրա դերն է տեստոստերոնի արտադրության մեջ, սպերմատոգենեզում, վերարտադրողական առողջության պահպանման գործում։ Ցինկի արտահայտված անբավարարությունը կարող է բացասապար ազդել տղամարդու պտղաբերության վրա։ Սակայն կարևոր է հասկանալ, եթե ցինկի մակարդակը նորմալ է, հավելյալ մեծ քանակներով ցինկ ընդունելը կարող է վնասել և ոչ թե օգնել։ Կանանց մոտ ցինկը կարևոր դեր ունի մաշկի առողջության համար, վերքերի ապաքինման պրոցեսում, մազերի աճի համար, իմունային համակարգի համար։ Հենց այդ պատճառով
ցինկը հաճախ ներառվում է մաշկի, մազերի եւ եղունգների համար նախատեսված հավելումների կազմում։ Սակայն այստեղ եւս գործում է նույն կանոնը։ Եթե անբավարարություն չկա, ավելի շատ ցինկ ընդունելը ավելի լավ արդյունք չի տա։ Հետաքրքիր փաստ՝ համի եւ հոտի զգացողության կորուստը կարող է լինել ցինկի անբավարարության խնդիր։ COVID-19-ի ժամանակ շատերը սկսեցին հետաքրքրվել ցինկով հենց այս պատճառով։ Ցինկի անբավարարության ավելի բարձր ռիսկ ունեն տարեց մարդիկ, ալկոհոլ չարաշահողները, ստամոք սաղիքային որոշ հիվանդություններ ունեցող պացիենտները, վեգանները եւ խիստ սահմանափակ սննդակարգ ունեցող մարդիկ։ Հենց այս խմբերում ցինկի հավելումները կարող են իրականում օգուտ տալ։ Ցինկը կարևոր է եւ անհրաժեշտ է մեր օրգանիզմում, բայց այն կախարդական միջոց չէ իմունիտետի համար։ Ավելին, բարձր դեղաչափերով եւ երկարատև կիրառման դեպքում այն կարող է նույնիսկ վնասել մեր իսկ օրգանիզմը։ Ուստի նախքան հերթական ցինկ պլյուս վիտամին C պատրաստուկը գնելը, արժե մտածել, արդյոք ձեր օրգանիզմը իսկապես ունի դրա կարիքը։ Ավելի լավ է հանձնել անալիզ, որովհետև ցինկը հնարավոր է պարզել արյան անալիզի միջոցով եւ պարզել, արդյոք ունեք ցինկի անբավարարություն, թե ոչ։ Այս եւ այլ միկրոտարրերի, դեղերի եւ այլ առողջապահական ինֆորմացիայի համար բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին։ Առողջ եղեք։